2 մարզիկ, 2 մեդալ։ Հայ մուայթայիստները Թայլանդում անցկացված աշխարհի առաջնությունից վերադարձել են հաղթանակած։ Տեսնելով այդ մրցաշարի մասշտաբը եւ տեսնելով թե երկրների քանակը եւ մարզիկների քանակը եւ որակը մենք պատկերացնում ենք, ամփոփում ենք եւ պատկերացնում ենք թե ինչ մեծ աշխատանք է կատարվել։ Առաջնությանը մասնակցում էին ավելի քան 90 երկրների մարզիկներ։ 10-օրյա պայքարից հետո Դավիթ Հայրապետյանը նվաճել է ոսկի, Արմեն Գրիգորյանը արծաթ։ Դավիթ Հայրապետյանը 4 մենամարտում էլ հաղթել է մրցակցին, իսկ ռուս մրցակիցը եզրափակչում ուժեղ է գտնվել Արմեն Գրիգորյանից։ Առաջի անգամ ես հանդիպեցի շատ լուրջ եւ ուժեղ մարզիկի հետ, հակառակորդի հետ եւ շատ հաճելի էր ինձ դա, որովհետեւ փորձ ձեռք բերում է մարզիկը, պրոֆեսիոնալ մարզիկը ընդհանրապես մարտարվեստի ուժեղ մարզիկներից։ Չի բացառում, որ Մուայթայի 2016 թվականի Եվրոպայի առաջնությունն անցկացվի Հայաստանում։ Այդ ճանապարհին շատ կարևոր կլինի մասնակցությունը Եվրոպայի առաջնությանը, որը կայանալու է Իսպանիայում այս աշնանը։ Հրավերն արդեն ստացել են։ Ուզում ենք ավելի մեծ կազմով ներկայանալ Եվրոպայի առաջնությանը եւ իհարկե կփորձենք վերադառնալ Եվրոպայի չեմպիոններով։ Մուայթայի ֆեդերացիան որոշել է ապրիլին մրցաշար կազմակերպել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ։ Հրավերներն արդեն ուղարկել են մի քանի երկրների եւ սպասում են պատասխանի։ Արման Վալխասյան, Խաչատուր Եսայան, Ժամը լրատվական։